Այստեղ կա մի կարևոր նկատառում, որը պետք է անպայման հաշվի առնել։ Միայն հոգևորականները չեն, որ հավաքված են այս խմբում։ Այստեղ հավաքված են նաև մարդիկ, ովքեր եկեղեցու հետ իրենց առօրյա կյանքում ընդհանուր առմամբ առնչություն չունեն, բացի այն, որ նրանք հայ առաքելական եկեղեցու հետևորդ են, բայց ունեն քաղաքական հստակ դերակատարում եւ քաղաքական հստակ շահեր։ Խոսքը ռուսամետ ընդդիմադիրների մասին է, ովքեր փորձում են շատ դեպքերում, ոչ բոլորը իհարկե, բայց նրանց մեծ մասը փորձում են պարազիտանալ բոլոր այն կոնֆլիկտների շուրջ, որոնք տեղի ունեն իշխանությունների եւ որևէ դերակատարի միջև։ Կար ժամանակ, երբ այդ դերակատարը կարող էր լինել Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը, եւ փորձում էին պարազիտանալ նրա շուրջ, նրան թույլ չտալ, այսպես ասենք, կամ համոզել, կամ գայթակղել, կամ ինչ որ կերպ սպառնալ, եթե դրա հնարավորությունը կա, որպեսզի նա հեռանա իր դիրքից եւ ընդհակառակը փորձել նրա միջոցով խափանել իշխանությունների որոշ ծրագրեր։ Եկեք հիշենք, որ Արմեն Սարգսյանին անդադ կոչ էին անում ինչ-որ բան չստորագրել, ուղարկել սահմանադրական դատարան, ինչ-որ օրենքներ եւ այլն։ Կար ժամանակ, երբ այդ խնդիրը Արցախն էր, կար ժամանակ, երբ այդ խնդիրը, որի շուրջ կարելի էր պարազիտանալ սահմանազատման, սահմանագծման գործընթացներ, հայ-ադրբեջանական հարաբերությունները ընդհանրապես պես հավերժական առիթ են, որտեղ կարելի է պարազիտանալ։ Եվ հիմա էլ շատ հարմար առիթ է պարազիտանալու Հայաստանի հայ առաքելական եկեղեցու եւ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների միջև կոնֆլիկտը,